արի քննարկենք 4 կետ, որոնք կօգնեն հասկանալու, թե քո բաժնետոմսերը ինչու են աճում կամ նվազում։ Որոնք են այդ 4 կետերը՝ սպասումներ եւ իրականություն, վերաֆինանսավորման տոկոսադրույք, առաջարկ պահանջարկ եւ մարդկային վախեր ու ագահություն։ Հիմա անցնենք հերթով յուրաքանչյուրից։ Ինչ ենք մենք հասկանում, երբ որ ասում ենք սպասումներ եւ իրականություն։ Ընկերության բաժնետոմսերի գնի մեջ սովորաբար արդեն այն սպասումներն օրինակի համար ապագայում գործերը լավա լինելու աճելու է, իրանք արդեն դրված են, դու այդ ակնկալիքներն ունեցել ես ու հենց այդ ակնկալիքներով այդ բաժնետոմսը գնել ես։ Ու պատկերացում ունես, օրինակ, չգիտեմ, ընկերությունը աճելու է ինչ-որ X% կամ ունենալու շահույթ ինչ-որ չափի, հա, կամ վաճառքներ եւ այլն։ Դրա ամենալավ վառ օրինակը, որը ամենաշատն են խոսում, դա iPhone-ներն են ու iPhone-ների պրեզենտացիաներն է։ Ամեն անգամ այդ պրեզենտացիայից առաջ կա սպասումներ, չէ՞, օրինակի համար, չգիտեմ, մի պերիոդ կար, որ iPhone-ի էկրանը այդ կողքերն էլա փակելու, մի պերիոդ կար, որ ասում են նաև հետևն է էկրան լինելու, վերջի բանի սպասում են ծալվող iPhone լինելը, ու ինչ է լինում, այդ բոլոր սպասումները նախապես միջև պրեզենտացիան մարդիկ մտածում են, որ կիրականանա, կլինի տեխնոլոգիական բում ու վաճառքները կտրուկ կթռնեն, դրա համար միջև պրեզենտացիան անընդհատ գները աճում են։ Պրեզենտացիայից հետո լինում է սովորաբար հիասթափություն, որովհետև մարդիկ շատ ավելին են սպասել, քան իրականում iPhone-ը շնորհանդեսի ներկայացնում է ու միանգամից տեղի է ունենում անկում։ Ընդ որում այս օրինաչափությունը վերջի 5 պրեզենտացիաներին բնորոշ են, ես հատուկ դուրս եմ գրել։ Ուրեմն iPhone 13-ի ժամանակ միջև պրեզենտացիան մեկ բաժնետոմսի գինը եղել է մոտավորապես $154։ Հենց պրեզենտացիան ավարտվել է, այդ օրվա փակման կուրսը եղել է 148, այսինքն $7 մեկ օրվա մեջ $150-ի մեջ պատկերացնում եք, չենք էական տոկոսակազմում անկում ա եղել, իսկ հետագա 5 օրերի ընթացքում եւս $2 ընկել է, 146 է դարել։ Նույնը iPhone 14-ի ժամանակ միջև եղել է 157, ավարտին դարել է 155.9, 5 օր հետո իջել է 150։ 178 եղել է iPhone 15-ից առաջ, նորից ավարտին ընկել է $2-ով եւ եւս $2 ընկել է հաջորդ օրը։ Եվ օրինակի համար iPhone 17-ի ժամանակ միջև պրեզենտացիան մի բաժնետոմսի գինը հասել է $238։ Անմիջապես ավարտից հետո իջել է $234 անկում ունեցել եւ եւս $3 նորից հաջորդ 3 օրվա մեջ ընկել է։ Ինչ ասացուց տալիս, որ կա սպասումներ շատ ավելին, քան իրականություն են, սպասումներ իրականության հետ համադրվում են ու դրա արդյունքում տեղի ունենում կորեկցիա, այսինքն այն մարդիկ, որոնք որ հիասթափված են, մտածում են, որ այն շահույթը չգեներացնելու ընկերությունը, որ նոր պետքա գեներացներ, սկսում են վաճառել արագ ու դրա արդյունքում լինում, այսինքն կարող ենք ասենք, բայց սա ներդրումային խորհուրդ չի, որ կարելի է շորտ խաղալ iPhone-ների պրեզենտացիաներից առաջ, նախապես վաճառել եւ հետո հետ գնել վերադարձնել, բայց ել եմ կրկնում, սա ներդրումային գաղափար չի, տենց մենք խորհուրդ չենք տալիս, ուղղակի օրինաչափությունը ցույց է տալիս, որ կա նման հնարավորություն։ Բայց նաեւ այդ սպասումները պարտադիր չի կոնկրետ product-ի վերաբերյալ լինի, օրինակ շատ տարածված է, որ լինում են ընկերությունների հաշվետվություններ, հա, երբ որ բոլորը սպասում են տեսնեն օրինակ շահույթի այս մակարդակը լինելու է, թե չէ։ Ու ինչ է լինում, այդ հրապարակում են report-ը, ընկերությունը ունի շահույթ, կարծես բոլորը ուրախ լինեն, բայց բաժնետոմսի գինը ընկնում է։ Ինչի, որովհետև մարդիկ ի սկզբանե ավելի բարձր շահույթ էին սպասում եւ գինը արդեն հաշվարկված էր այդ ավելի բարձրի սպասումների հիման վրա, հա, ու ընդհանրապես այսօր AI-ի այս ոլորտում ընդհանրապես ավելի սյուր բաներ են լինում, հիշում եմ մի անգամ Nvidia-ի report-ներ կարծեմ, որ ինքը կանխատեսվածից, այսինքն գնահատվող շահույթից ավելի բարձր ցուցանիշ ուներ, բայց միևնույն է ընկավ գինը, որովհետև իրենք սպասում էին, որ իր աճը ավելի սենց արագ պետք է գնա ու դրա պատճառով էլի ընկավ, այսինքն այդ սպասումները կարան շատ տարբեր լինեն, օրինակ մենակ այդ ընկերությունից կամ իր product-ից չլինեն, նաև ոլորտից լինեն կամ ինչ-որ փոփոխություն, որ դու սպասում ես, էս ինչ ոլորտը գմփսնելու է, բայց
հենց դրա վրա էլ այդ գինը ձևավորվում է էլի ամեն բաժնետոմսի։ Նաև հիմա բանկա շատ ակտիվ սպասումներ կա Իրանում այդ պատերազմի նավթի գների հետ կապված ու նաև մեծ սկանդալներ կա, որ այդ սպասումները թե ինչ լուր են հայտնելու, ինչ բանակցությունների հետ կապված եւ այլն, իրանք իրականացնում են ու նաև մեծ տենց սկանդալներ կա, որ Տրամպի ադմինիստրացիայից կա ուծեչկա ինֆորմացիա եւ մարդիկ իմանալով թե ինչ հայտարարություններ են լինելու, ինչ պրոգրես կա, նախապես գնում կամ վաճառում են, այսինքն կամ շորտ դիրքեր են բացում, կամ հակառակը գնում են գիտենալով որ գինը բարձրանալու է ու ինչ որ շատ մեծ թվերի չարաշահումների մասին է խոսքը գնում։ Անցնենք հաջորդին, սա վերաֆինանսավորման տոկոսադրույքն է։ Վերաֆինանսավորման տոկոսադրույքի մասին մենք YouTube-ում բարբերաբար խոսում ենք, նաև թարմացնում ենք Հայաստանում վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ինքը ինչ է նշանակում, որ կենտրոնական բանկը ինչ գումարով է տալիս մյուս ֆինանսական կառույցներին պարտքով գումար։ Այսինքն դա այն ամենա ոնց որ փողի գինն է որոշվում ու շատ կարևոր է թե փողը էժանա թե թանկա, որտեղ փողն էլ ըստեյության ունի իր գինը, հա, այսինքն տոկոսը, որը մենք վճարում ենք, այդ փողի գինն է։ Երբ որ տոկոսը բարձր է, փողը թանկ է, երբ որ տոկոսը ցածր է, փողը էժան է։ Հա, ու ինչ է նշանակում այդ փողի թանկ կամ էժան լինելը, երբ որ փողը էժան է, բիզնեսը ավելի շատ է վերցնում եւ տնտեսությունը ակտիվանում է, հա, իսկ երբ որ փողը թանկ է, ավելի ձեռնտու է ուղղակի այդ փողը, չգիտեմ, դնել ավանդ կամ պարտատոմս առնել, ուղղակի նստած տեղը այդ եկամուտը ունենալ, դրա համար տնտեսությունը ավելի пассив է։ Հիմա այս փորձենք կապենք նաեւ բաժնետոմսերի գների հետ, ամենավառ օրինակը 2022 թվական Ամերիկան է, երբ որ միջավայր գրեթե զրոյական է եղել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, տենց կոպեկներ են եղել։ Ու 22 թվականին շատ բարձր ինֆլյացիայի պատճառով որոշակի ինֆլյացիան զսպելու համար ոնց որ փողի գինն են թանկացրել, որպեսզի մարդիկ շատ օրինակ չգիտեմ, վարկ չվերցնեն, շատ առնեն, զսպեն պահանջարկը, ոնց որ սկսել են վերանայել։ Արդյունքում համարյա զրոյից վերաֆինանսավորման տոկոսադրույքը հասել է 4.25, 4.25%-ից մինչև 4.5%, այդ միջակայքում մտատանվել։ Արի հասկանանք, թե վերաֆինանսավորման տոկոսը ոնց է ազդում բաժնետոմսերի շուկայի վրա։ Հենց 22 թվականից փոփոխությունների ազդեցությունը NASDAQ-ի վրա ազդել է 33%-ով, այսինքն շուկան ընկել է 33%-ով։ S&P վրա ազդել է S&P 500-ի վրա ազդել է 19%-ով անկում ունեցել, բայց ամենամեծ անկումը ունեցել է IT ոլորտը։ Իսկ ինչի IT ոլորտը ունեցել, որ շատ բարձ պատճառով, քանի որ IT ընկերությունների գնահատման մեջ հիմնականում իրանց ապագա եկամուտների կանխատեսումն է, ինչ են անում, ներդրողները, օրինակ գիտեն, որ օրինակ եկող տարի ընկերությունը աշխատել է $1 միլիոն, հաջորդ տարի 2 միլիոն, հաջորդ տարի 3 միլիոն, 10 տարի հետո 20 միլիոն, այդ բոլոր գումարները, այդ վերաֆինանսավորման տոկոսադրույքով զեղչում են, այդքան տարիներ բերում են այսօրվա արժեքին ու դրա շուրջ հաշվարկներ են անում։ Հիմա այդ տոկոսը երբ որ շատ փոքր թվից մեծանում է, հետեւաբար ապագա եկամուտները կտրուկ նվազում են ու բաժնետոմսի գինի այդ հաշվարկով կտրուկ անկում է ունենում։ Դրա համար հենց ՏՏ ընկերությունների վրա ինքը ամենաշատն է ազդում ու արդյունքում ոնց որ փողի գինը որոշում է ձեռա տալիս վարկ վերցնել գնել բաժնետոմս, թե չէ, պայմանական եմ ասում։ Ոնց նշեցի, երբ որ տոկոսը բարձր է, ներդրողը իր կանխիկ գումարը նախ ընտրում է տանի դնի շատ սուպեր է, վստահելի ավանդներ, քան գնի ընկերության բաժնետոմսեր, ավանդը ինչն է լավ, որ դու հստակ գիտես, որ մի տարի հետո X% ստանում ես։ Կամ գնել պարտատոմսերը, հատկապես Ամերիկայում, ամերիկական այդ պետական պարտատոմսերը շատ պոպուլյար են, ու գիտես, որ օրինակ տարեկան X գումար ունես հստակ եկամուտ, կարող ես պլանավորես։ Բաժնետոմսերը ամեն դեպքում շուկայա իրադարձություն են տեղի ունենում եւ գները կարող են ինչպես կտրուկ աճել, այդպես էլ կտրուկ նվազել։ Ու երբ որ փողը թանկանում է, այսինքն այդ տոկոսները ավանդի բարձրանում են, մարդը գերադասում է ավելի քիչ ռիսկով ապահով ու կանխատեսելի եկամուտ ունենա ավանդի տեսքով, քան մտնի արժեթղթերի շուկա։ Որպես այս կտորի այսպես վերջաբան հիշեցնեմ վերջին 1 տարում ինչքան էր Դոնալդ Թրամփը ճնշում գործադրում իրենց Fed-ի վրա, հա, ով որ սահմանում է այդ վերաֆինանսավորման տոկոսադրույքը Ամերիկայում, անընդհատ ասենց պահանջում էր իջացրու, հիմա վերջապես փոխեցին Fed-ի ղեկավարին։ Ու մի հատ բան կա, որ մեմ կա նույնիսկ ինդուստրիայում, որ Fed-ի ղեկավարը որ սկսում է ինդուստրիան, տենց ոնց որ բոլորը բանի առաջ նայում են ու իր այդ բարևելու տոնից ոնց որ կամ բաժնետոմս կտրուկ աճում են, կամ կտրուկ անկում են ունենում ու լիքը մեմեր կա, տենց տարբեր ոճի, տարբեր բաներ, նաև ֆիլմերում մեջ է դրվագը շատ կա,
այո, այդ տոնը, որ հասկանում ես բարձրանում է մնում է նույնը թե անկում է ունենում, ինքը տենց էական ազդեցություն է ունենում մարդկանց կարողության վրա։ Իդեպ էտել են սպասումներ դրա վրա էլ սպասումներ լինում, նախապես գնահատում են ինչքան է շանսը։ Հաջորդը ոնց որ առաջարկն ու պահանջարկն է, այստեղ ուզում եմ երկու քեյս քննարկենք։ Մեկը կա մի հատ չինական ընկերություն, որին տենց ընդունված է ասել չինական Nvidia, իրանք արտադրում են նորից GPU-ների համար չիպեր, ինքը կոչվում է Moore Trades Technology։ Իրանք 25 թվականի դեկտեմբերի 5-ին իրանց ընկերությունը դարձել է հանրային, IPO-ին արել ու ինչն է հետաքրքիր, քանի որ բոլորը նայելով Nvidia-ին ու հասկանալով այդ շուկան, նաև գնահատելով AI տեխնոլոգիաների բան, բնականաբար ուզեցել են հենց առաջի իսկ պահից ոնց որ գնել, որովհետև նայում են թե Nvidia-ն ինչ աճ է ունենում եւ դրա անալոգ չինական ընկերությունը նույնպես ոնց որ ակնկալում են ու նման աճ պետք է ունենա։ Ինչն է հետաքրքիր, որ ընկերությունը պատրաստվել է 70 միլիոն հատ բաժնետոմս թողարկել, յուրաքանչյուրը 114.28 յուանով, բայց պահանջարկը այնքան շատ է եղել, ուզուտ այդ սպասումներից ու բանից ելնելով, որ հենց առաջի օրը ինքը 650 յուանով, այսինքն գրեթե 4-5 անգամ ավելի բարձր գնով է սկսվել վաճառվել։ Զուտ այդ բանն է, որ եղել է հստակ առաջարկ, կոնկրետ չափի եւ եղել է պահանջարկ, որը եղել է անգամներով շատ։ Ու այս դեպքը հենց այն դեպքն է, որ առաջարկ պահանջարկի չհավասարակշռված լինելը ինքը կտրուկ ազդեցություն է ունենում գնի վրա։ Ու երկրորդ кейսը մեր նախորդ էպիզոդից, երբ որ ավտովարձույթով զբաղվող ընկերությունը, չէ, բան էին արել, ոնց որ լիքը hedge fund-եր որոշել էին, որ short բացեն, ու ինչ-որ պահի իրանք կարիք ունեին այդ բաժնետոմսերը հետ գնելու, բայց վաճառող չկար, նորից մի ամսում 7 անգամ բարձրացել էր։ Այսինքն սրանք այն դեպքերն են, երբ որ կա դիսբալանս առաջարկի ու պահանջարկի ու դրա արդյունքում կտրուկ տեղաշարժեր է տեղի ունենում բաժնետոմսի գնի վրա։ Կամ ոչ կտրուկ։ Կտրուկ կամ ոչ կտրուկ։ Դեպքում դիսբալանսը մեծ է, կտրուկ է լինում։ Okay։ Ու վերջինը վախեր եւ ագահություն։ Նախորդ էպիզոդներում բայց շատ ավելի շուտ խոսել ենք FOMO-ի մասին, այսինքն դա այդ վախն է, որ դու բաց կթողնես այդ հնարավորությունը ու շտապում են մարդիկ այդ պահը բաց չթողնելը, որտեղ սպասում ունեն նորից, հա, որ պետք է աճի, արագ գնելու ու սովորաբար իրանք գնում են կատարում այդ պիկի վրա, հա, երբ որ գինը արդեն բարձր է, ու դա արտացոլվում է ինչպես բիթքոյնի, այդպես էլ բաժնետոմսերին, չեմ ասում բիթքոյնի, որովհետև Հայաստանում բիթքոյնի նկատմամբ բանկա հենց գինը բարձրանում է, բոլորն ու սկսում են ինչ-որ առնել ակնկալելով, որ շատ-շատ ավելի է լինում ու ոչ միայն Հայաստանում, աշխարհում, հա, բայց հիմա ինչ-որ աժոտաժ չկա, որ գինը տենց առանձնակի բարձր չի, այսինքն վախը չկա, որ ինքը կտրուկ կաճի ու դու այդ պահը բաց ես թողնում։ Եվ մյուսը դա ագահությունն է, որ մարդը չի հասկանում սովորաբար, թե որ պահին է ճիշտ արդեն դուրս գալ եւ վաճառել, մտածելով, որ կարող է բաց թողնի էլ ավելի շատ գումար աշխատելու, ու դրանք էլ բան են, մարդկային էմոցիաներն են, որոնք որ սովորաբար ռացիոնալ չեն լինում ու չեն թույլ տալիս ռացիոնալ ճիշտ որոշումներ կայացնել, այլ հակառակը ավելի են շուկայի տատանումները բանանում։ Կամ ենթադրենք ինչ-որ մի հատ ընկերություն, օրինակի համար ես էլի հիշում եմ, Nvidia-ի բաժնետոմսերը ես ինքս գնել էի, հետո որ Տրամպը սկսեց այդ տարիֆների պատերազմը ու շուկան ընդհանուր ոնց որ բանի մեջ էր, մի պահ թեպետ բավական էժան գնով էի գնել, բայց այնուամենայնիվ այդ իմ հեժած արած գրիցը էլի իջել էր ու բան կար, այդ վախն էր, որ վաճառել թե չվաճառել, այսինքն ավելի մեծ վնաս կկրես թե չես կրի, բայց սովորաբար պետք է մի քիչ ավելի հեռուն նայես, էմոցիաներով չնայես ու հասկանաս, որ ըստ էության, հա, այս բան գրեթե մենաշնոր է աճող ինդուստրիայում, այո, ինչ որ էմոցիոնալ դու այդ բան անհանգստանում ես, բայց պետք է հասկանաս, որ դա ընդամենը այդ վախի փոթորիկի ազդեցությունն է, ոնց ձիգ կային ես քո տեղում, վստահ լինելով քո երկարաժամկետ տեսլականին։ Ուտեղ շատ կարևոր է նաև նորությունների հոսքի հետ իմանաս ոնց աշխատես, որովհետև շատ դեպքերում այդ կտրուկ փոփոխությունները ընդամենը ասենց ասած փրփուր է, հա, ինքը իրական հիմք շատ հաճախ չունի։ Չնայած հիմա իրականում շատ հետաքրքիր էտապ է, փուլ է շուկայում, որովհետև որ նայում ես նորությունները, ասենք պատերազմը
կա, նավթի հետ կապված վիճակը կա, այդ պատերազմը ոչ մի հանգուցալուծում չի ստանում։ Թրամփը գնաց Չինաստան, ոչ մի բան չեղավ։ Բանը, այնտեղ ինֆլյացիան աճում է Ամերիկայում, բայց մեկը բաժնետոմսերի գները մենակ աճում են, հետարքիր է սրա։ Վերջը ինչ է լինելու։ Մի խոսքով, եթե դու սկսնակ ներդրող ես, շատ դժվար է օրինակի համար տեխնիկական վերլուծություններ անել կամ հետևել բոլոր նորություններին, շատ կարևոր է առնվազն դու գիտակցես, որ գնի վրա ազդում են մինիմում այս 4 պարամետրեր, իրանք տենց ամենայականներն են, որոնք որ ազդում են ու գոնե այս 4-ից սկսես լավ աշխատել, հետո հետագայում իհարկե կարող է շատ ավելի խորը վերլուծություններ անել, ուսումնասիրել ընկերությունների ֆինանսական հաշվետվությունը եւ ավելի պրոֆեսիոնալ ներդրող դառնալ։ Սկսնակի համար առնվազն այս 4 հետ աշխատելը ինքը բավական է։